Հոկտեմբերի 8-ին երևանցիներն ու երևանասերները կնշեն Էրեբունի Երևանի 2798-ամյակը։ Ի տարբերություն նախորդ տարիների տոնական միջոցառումներն այս տարի կտևեն միայն մեկ օր։ Տոնակատարությունների կազմակերպման համար նախատեսված 130 միլիոն դրամ բյուջեի կեսը կտրամադրվի սոցիալական աջակցության կարիք ունեցող երևանցիներին։ Ամենածավալուն միջոցառումները, որոնք նաև միևնույն ժամանակ ամենածախսատարրն էին, կրճատվել են, այսինքն տեղի չեն ունենա, մասնավորապես Հանրապետության հրապարակում գալա համերգը, որ սովորաբար եղել է, շքերթը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող միջոցառումը։ Երևանի տոնին մայրաքաղաքում կանցկացվի 34 միջոցառում, կլինեն ավանդական դարձած էթնո, ռոք, ջազ հարթակներում իրականացվող փոքրիկ համերգային կատարումներ, ֆլեշմոբեր ու ցուցադրություններ։ Հոկտեմբերի 8-ին Երևանում փակ կլինի միայն 2 փողոց։ Սովորաբար Երևան քաղաքում միջոցառման օրը էապես պարալիզացվում էր նաև երթևեկությունը։ Այս տարի մենք կունենանք 2 փակ փողոց, դա Էրեբունի թանգարանի Էրեբունի փողոցն է մինչև Էրեբունի թանգարան եւ Աբովյան փողոցը Թումանյան հատումից մինչև Հանրապետության հրապարակ։ Երևանի 2798-ամյակին 2798 ընտանիք սոցիալական օգնություն ու նվերներ կստանան սեպտեմբերի 27-ից սկսած։ 1000-ից ավելի երևանաբնակ սահմանապահ ծառայողներ հոկտեմբերի 8-ին կհանդիպեն իրենց ընտանիքի անդամների հետ։ Տոնական միջոցառումներին մասնակից կլինեն նաև քաղաքի ամենատարեց բնակիչները։ 19 անց տարեցներ հոկտեմբերի 8-ին կստանան շնորհավորանքներ ու նվերներ։ Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմում, այդ թվում նաև ապրիլյան պատերազմում զոհվածների, վիրավորների, մասնակիցների ընտանիքներ։ Տոնական միջոցառումների կարգախոսն է Երևան արևի քաղաք։ Միջոցառումների լոգոտիպը այս տարի եւս կլինի արևային։ Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքը կզարդարվի արևի ծիրանագույն ու կարմիր ջարագայթներով։ Մարիաննա Դանիելյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։